Ամառային արձակուրդների մեկնարկին զուգահեռ Նինոց-Մինդայի գրադարաններում նկատվում են այցելուների ակտիվություն, թե մանկական, թե մեծահասակների բաժիններն ունեն իրենց ընթերցողները, հատկապես ուսանողների շրջանում, սակայն գրադարանավարների խոսքով ընթերցանության ծավալը նախորդ տարիների համեմատ նվազել է, չնայած դրան գրադարանները շարունակում են մնալ գիտելիքի և օգտակար ժամանցի կարևոր կենտրոններ երեխաների ու երիտասարդների համար։ Մեր մոտ երեխաները մանկական գրադարանից են վերցնում գրքերը, հաճախականությունը լավ է, իսկ մեծահասակները 8-րդ դասարանից բարձրները մյուս սպասարկման բաժնից։ Ընդհանրապես առաջվա նախքան Սովետական միության փլուզումը ընթերցանությունը շատ էր, հազիվ էին գրքերից կարողանում էինք անընդհատ օգտագործել գրքերը երեխաներին և մեծահասակներին տալ։ Այժմ մի քիչ քչացել է ընթերցանությունը, բայց հաճախականություն կա մանկականում երեխաները, իսկ մեծահասակները սպասարկման բաժին։ Երիտասարդների շատերը ուսանողներն են օգտվում, լինում է, որ եթե գյուղերում էլ եթե այդ գրականություն չկա պետք է, գալիս են այստեղ, մենք կճարում ենք, եթե գրադարանում կա տալիս ենք, եթե չէ, ով որ մեծ գրադարան ունի, նրանցից հարցնում ենք, եթե ունեն գրքերը, մենք բավարարում ենք ընթերցողներին։ Երիտասարդությունը կա, որ ասեմ լրիվ մեծամասնություն, բայց չէ, դա սուտ կլինի, կան սովորողներ, ուսանողներ, նույնիսկ մեծահասակները, բայց բավարար քանակությամբ շատ չէ։ Պատմական ամենաշատը ընթերցվում են մանկական գրադարանում, արդեն շատ մեծ պահանջարկ կա անգլերեն լեզվով գրքերի և վրացերեն լեզվով։ Ունենք միշտ մեզ ամեն տարի Վրաստանը նախագահի նախաձեռնությամբ մեզ հատկացնում են վաուչերներ, մենք գնում ենք Թբիլիսի, գրքերը նայում ենք որն է մեզ պետք, շատ սիրուն նկարազարդված գրքեր են վրացերեն լեզվով հեքիաթները, շատ մեծ ուրախությամբ հաճույքով կարդում են փոքրիկները հեքիաթները վրացերեն լեզվով և հայերեն, արդեն պահանջարկ կա անգլերեն լեզվով գրականության, ունենք ահագին ունենք, իսկ մեծահասակները պատմական վերաբերյալ գրականությունը և ընթերցողներին, որոնց որ ինչ գրականություն է պետք։ Կան կարդում են, կան թե հիմա համակարգչային դար է, շատերը ասում են մենք օգտվում ենք հեռախոսներից, համակարգիչներից, բայց կան, որ անմիջական գրադարանի հետ կապ ունեն, առնում են գրքերը և կարդում են։